ձեզ հարգարժան տնօրինություն, հարգելի ծնողներ, իմ շատ սիրելի գիտունիքներ։ Այսօր 2025 թվականի նոյեմբերի 3-ն է։ Մեր դասարանը բացակայած է 12 աշակերտներից ոչ մեկ բացակայ չունի։ Շատ լավ։ Մենք դպրոց ենք եկել ինչպիսի տրամադրությամբ։ բարձր, ուրախ, հրաշալի, Զվարթ տրամադրությամբ։ Ինչու ենք եկել երեխաներ։ եկել ենք բանալան գիտելիքներ ստանալու, որովհետև գիտելիքներով զինված մարդը անպարտելի է, չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքը ուժ է։ Ինչ է գիտելիքը։ Այո, գիտելիքը գանձ է։ Այդ գանձը որևէ մեկը կարող է ձեզանից խլել։ Ոչ, որովհետև այն ձեր գլխում է։ Ոչ ոք չի կարող այդ գանձը ձեզանից խլել։ Ով կարող է ասել, որն է մեր դասը, Անահիտ։ Մարենից այսօրվա մեր դասն է, որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ ժամանակի մեքենա թեմա։ Շատ ապրես, իսկ այս թեմայի շրջանակներում դուք ինչ կարող եք ասել, ապա Արիաննա։ Ես կարող եմ համագործակցել ընկերներիս հետ, հարգելով նրանց կարծիքը։ Շատ ապրես, դու նարես։ Ես կարող եմ արտահայտվել իմ բնակավայրի երկրի մարդկանց մասին։ Դու Ես կարող եմ կարևորել իմ դերը դպրոցի համայնքի պետության զարգացման գործում։ շատ ապրես, ապա ես ջան։ Աննան խոսքում բարերը կիրառել տարբեր իմաստներով։ Շատ ապրես, դու ինչ կարող ես ասել, հանգիստ նստել ես, դու ոչ չես կարող։ Դու ինչ կարող ես անել։ Համագործակցել ընկերների Այո, համագործակցել ընկերների հետ, հարգելով նրանց։ հարգելով նրանց կարծիքը, շատ ճիշտ է, շատ ապրեք, եւ մենք մեր մտքերը, հույզերը, տեսածն ու լսածը ինչպես ենք արտահայտում, ինչպես ենք արտահայտում։ Մենք են լսածը, տեսածը արտահայտում են բարերով։ Բարերով, շատ ճիշտ է, բարերը Լինում են բարերը գրվածքի ամենաուժեղ մասն են։ Այո, բարերը գրվածքի ամենաուժեղ մասն է։ Անահիտ, դու ինչ կարող ես ասել։ Բառակապակցության, նախադասության, Գրվածքի հիմքում բառն է։ Այո, բառն է, շատ ճիշտ է երեխաներ։ Բառակապակցության, նախադասության, գրվածքի հիմքում բառն է։ Եվ մենք ունենք մի բառապարկ, հիմա բառապարկից կհանենք մեր բառերը եւ տեսնենք, թե ինչ բառեր պետք է մենք սովորենք, չնայած այս բառերը մենք նախապես արդեն մեր թեմայի մուտքի ժամանակ սովորել ենք, տեսնենք այս բառերը արդյոք կան մեր նոր գրվածքի մեջ։ Ապա դու Հայ Դու վիգե Որն է քո բառը Նախնի Քաջազուն Հարաբանց Անկոտրում Այ տեսեք այս բառերը երեխաները նախապես մենք այսպես ուսումնասիրել ենք ծանոթացել ենք Ինչ է նշանակում նախնի Նախորդ սերունդներ Այո, նախորդ սերունդներ, շատ ճիշտ է Վիգե Փառքի արժանի Փառքի արժանի, փառապանց, փառքի արժանի Արիաննա Քաջ ազգի զավակ, իսկ Նույնիսկ դժվար բաների կամ Ահա, անկոտրում, ոչ չի կոտրվում Դժվար պահերի կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները Հիմա մենք կարող ենք երեխաներ այս բառերը կիրառել բառակապակցությունների մեջ օգտվելով այս առաջադրանքից Փառապանց, քաջազուն, անկոտրում, բառերի կիրառմամբ ստացիր բառակապակցություններ բանակ զինվոր հերոս բառերով Ապա
Անկոտրում զինվոր։ Անկոտրում զինվոր։ Հարաբանց բանա։ Հարաբանց բանակ։ Քաջազուն հերոս։ Քաջազուն հերոս։ Հիմա փորձենք կազմել նախադասություններ այս բառակապակցություններով։ Արիաննա, Նույնիսկ ամենածանր պահերին անկոտրում զինվորը մնում է անսասան։ ճիշտ է, զինվորը մնում է անսասան։ Վիգեն, մյուսները երեխաներ։ Պատրաստվում է կռվի։ Հարաբանց բանակը պատրաստվում է կռվի։ Մենք դարերով կհիշենք քաջազուն հերոսներին։ Այո, մենք դարերով կհիշենք քաջազուն հերոսներին, ուրիշ Քաջազուն զինվորները սխրանքները միշտ հավերժ հիշելու են։ այո, միշտ հավերժ հիշելու են քաջազուն զինվորների սխրանքները։ Ես հիմա ձեզ առաջարկում եմ հանելուկներ, երեխաներ, եւ այս հանելուկների միջոցով փորձենք մի բառ կազմել։ Դուք պետք է գուշակեք այս հանելուկների պատասխանը։ Հեքիաթները մեր բոլոր սկսվում են նրանով։ Նրա վերջում կտեսնես, թե ճանապարհ դու ընկնես։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին, Ալեքս։ Հրատարի մասին, շատ ճիշտ է։ Մեր բակի մեջ շատ սիրուն պարկած է մեջտեղում։ Հենց որ այգի ենք մտնում, առջևից է նա գնում առնո։ Ա տառն է, այո։ Շատ ճիշտ է։ Եվ ես կամ հայի մեջ, իմ Հայաստան աշխարհում, այսքան եղբայր քույր ունեմ, սուրբ մաշտոցյան բույր ունեմ, ապա Արիաննա, որ տառը, եւ տառը, այո։ Ըստ ձեզ, որ բառը պետք է կազմենք, հայ, այո։ Եվ հիմա մենք կազմենք հայ բառը։ Եվ հիմա ուշադիր երեխաներ, ինչ է նշանակում հայ լինել։ Ապա Ունենալ լեզու։ ունենալ լեզու, Ունենալ մշակույթ։ մշակույթ, Ընտանիք։ ընտանիք, Լեզու։ լեզու, Հայրենիք։ հայրենիք, այո, եւ հիմա մենք այստեղ կփակցնենք մեր ունենանք ընտանիք, ունենանք լեզու, հայ լինել նշանակում է ունենալ լեզու, ունենալ հայրենիք, ունենալ մշակույթ։ Ապա Պատասխանատվություն կրել այն մեր ժառանգությանը, սիրել եւ պահպանել այն, ինչ ունենք։ այո, շատ ճիշտ է, շատ ապրես, այսինքն ինչ անել, սիրել հայրենիքը, հետո սիրել հայրենիքը, խոսել մայրենի լեզվով, պահպանել մշակույթը եւ հպարտանալ մեր պատմության։ Այստեղ հիշենք բանաստեղծ մանկագիր Սուրեն Մուրադյանի 7 թանկ սրբություն բանաստեղծությունը երեխաներ, որի միջոցով հեղինակը Սուրեն Մուրադյանը ցանկացել է ցույց տալ, որ մենք ունենք սրբություններ։ Սուրեն Մուրադյանը ծնվել է 1930 թվականին, նոյեմբերի 26-ին, այս տարի լրանում է Սուրեն Մուրադյանի 95-ամյակը, նոյեմբերի 26-ին։ Եվ պատահական չէ, որ մենք նոյեմբերին ենք այս դասը կազմակերպել։ Հիմա սկսենք։ Ապա Դանիել։ Հայը դարերով սիրով էր պահել 7 թանկ Սրբություն։ 7 թանկ սրբություն կաղնի, հայը դարերով սիրով է պահել 7 թանկ սրբություն։ Ինչ սրբություններ են, դե ցույց տվեք։ Գիրքը, Այո, Մասիսը, Շինարար որդի, Հավոտը, Լեզուն, Սուրբ անուններ են եղել դարերով։ հայրենիքը եւ ամենից վեր Ամենից լույս է։ մայր հայրենիք
Լավ։ Շատ ապրեք։ Հիմա կարող եք նստել։ Մեր դասագրքում կա մի գեղեցիկ բանաստեղծություն նորից Սուրեն Մուրադյանի կողմից գրված, որը վերնագրել է «Ես հայ եմ»։ Եվ հիմա մենք կընտրենք «Ես հայ եմ» բանաստեղծությունը։ Նախնիկս Փարաբանց Քաջազուն անցել են երկար ճանապարհ։ Հին են իմ երգերը, իմ լեզուն, եղել են բարպետ շինարար։ Երգս դարավոր, միտքս թևավոր, ես հայ եմ, մենք հայ ենք զորավոր։ Սաղավարտն եմ կրում Վարդանին, քաշ Դավիթի սուրն է իմ ձեռքին, Անդրանիկն ու Բաղրամյանն են կոփել իմ կամքը անկոտրում ոգին։ Իմ տունը հավերժ է, միշտ կանգուն, ուզում եմ ապրել ես խաղաղ, ապրիր դու Հայաստան իմ ծաղկուն, հայրենի իմ տուն, իմ օջախ, երգս դարավոր, միտքս թևավոր, ես հայ եմ, մենք հայ ենք զորավոր։ Ուրեմն մենք ինչ ազգենք երեխաներ? Հայ։ Ինչ ազգենք? Հայ։ Ես հայ եմ։ Արա, Ես ինչը։ հայ եմ։ Ես 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 հայ եմ։ Մենք հայ ենք։ Եվ հպարտ ենք, որ հայ ենք։ Ալեք։ Բաց եք անում դասագրքերը։ Հիմա դուք եք կարդում, երեխաներ, Ալեքս սկսի։ Ես հայ եմ։ Ես Սուրեն Մուրադյանի։ Հետևում եմ դասագրքին։ Քաջազուն։ Անցել եմ երկար ճանապարհ։ Հին են իմ երգերը, իմ լեզուն, եղել եմ վարպետ շինարար։ Երգս դարավոր, միտքս թևավոր, ես հայ եմ, մենք հայ ենք զորավոր։ Դանիել շարունակի։ Սաղավարտն եմ կրում Վարդանին, քաշ Դավիթի սուրն է իմ ձեռքին, Անդրանիկն ու Բաղրամյանն են կոփել իմ կամքը, անկոտրում ոգին։ Իմ տունը հավերժ է միշտ կանգուն, ուզում եմ ապրել ես խաղաղ, ապրիր դու Հայաստան իմ ծաղկում, հայրենի իմ տուն, իմ օջախ, երգս դարավոր, միտքս թևավոր, ես հայ եմ, մենք հայ ենք զորավոր։ Շատ լավ։ Հիմա փորձում ենք դուրս գրել այն բառերը, որոնք որ ձեզ համար ծանոթ եւ անծանոթ են։ Եվ ծանոթ եւ անծանոթ բառերը։ Մենք արդեն մի քանի բառեր ծանոթ ենք, բայց նաեւ կան բառեր, որոնց անծանոթ ենք։ Առաջին քառյակից դուք եք գրում, իրար հետ խորհրդակցում եք, չկրկնեք, ձեր թերթիկների վրա գրում եք, երկրորդը դուք եք գրում այս կրկնվող մասից, քանի բառ որ կլինի։ Յուրաքանչյուրդ մեկ բառ իրար հետ խորհրդակցեք, չկրկնվի, դուք գրում եք այստեղ եւ այս բառերը, որ բառվես գրեք, նախնի, ապրես, ծանոթ եք քեզ նախնի բառը։ Այո, եւ ինչ է նշանակում նախնի։ Նախորդ սերունդ։ Այո, նախորդ սերունդներ։ Որ բառը գրեցի, շինարար, ինչ է նշանակում շինարար։ Շինարարություն Ահա, ծանոթ եք չէ շինարար բառը։ Այո, մենք ունենք նաեւ շինարարի այս պաստառը։ Դուր ես փակցնեմ, որ ասա որ բառն ես գրել։ Քաջազուն։ Ծանոթ եք քեզ քաջազուն բառը։ Եվ ինչ է նշանակում քաջազուն։ Քաջի զավակ։ Այո։ Որ բառն ես գրել։ Ինչ է նշանակում։ Ով կարող է օգնել, դուք օգնեք ձեր ընկերոջը։ Ասա։ Փառքի արժանի։ Այո, փառքի արժանի։ Շատ ճիշտ է։ Սա առաջին խումբը երեխաներ։ Երկրորդ խումբը։ Դարավոր։ Կարող ես ասել ինչ է նշանակում դարավոր։ Արա։ Ով կարող է օգնել։ Դարերով Դարերից եկած։ Այո, դարերից եկած։ Երկուսն էլ նույն բառն են գրել, դարավոր։ Հնամենի։ թևավոր։ Թևավոր, ինչ է նշանակում։ Թևեր ունեցող զարմացած։ Այո։ Զորավոր, ինչ է նշանակում։ Զորություն ունեցող, զորեղ։ Այո, զորեղ, զորություն ունեցող, սա երկրորդ խումբը։ Մնաց երրորդ խումբը, որ բառեր է գրել։ Հավերժ, ինչ է նշանակում հավերժ։ Այո։ Ծաղկում,
պատված, շատ ճիշտ է, օջախ, Տուն կամ կրակ։ այո, տուն կամ կրակ, շատ ապրես, դու որ բառ ես գրել, սաղավարտ, գիտես ինչ է սաղավարտը։ Այո, ինչպիսի գլխարկ, երեխաներ ովքեր են օգտագործում սաղավարտը։ Շինարարները, էլ ովքեր։ Բժիշկները, մոտոցիկլիստները, դուք տեսել եք սաղավարտ։ Ես հիմա ձեզ ցույց կտամ սաղավարտի այս նկարը եւ ձեզ համար ավելի պարզ կլինի։ Սա սաղավարտ է, երեխաներ, եւ սա էլ այսպես կփակցնենք։ Սա է մեր սաղավարտը։ Եվ հիմա մենք փորձենք այս բառային աշխատանքը մենք նորից կկրկնենք եւ այստեղ ես ունեմ բոլոր բառերի բացատրությունները, եթե որևէ բառ կդժվարանաք, սա բոլորիդ համար է։ Այս բացատրություններից կօգտվեք եւ այս բառերը կդարձնեք ձեր սեփականությունը։ Այստեղ էլի բառեր կան, որ դուք դուրս չգրեցիք, ուրեմն նախնի, փառապանց, քաջազուն, շինարար, դարավոր, թևավոր, զորավոր այս բառերը գրեցիք, սաղավարտը նույն կարգով գրել եք, կանք եւ անկոտրում բառերը ոչ մեկը չէր ներառել իր թերթիկի վրա։ Կանք նշանակում է ցանկություն, ձգտում, անկոտրում համար չհասնվող, ոգի, եռանդ, ավյուն, հավերժ, մշտապես շարունակ, հավերժ արդեն գրել էիք, ծաղկունը գրել էիք, օջախը գրել էիք։ Այս վերջին 4 բառերը, նախավերջին 4 բառերը երեխաներ ուշադրություն կդարձնեք եւ կսովորեք ու կդարձնեք ձեր սեփականությունը։ Իսկ այժմ մենք փորձենք զրույց հեղինակի հետ հնարի միջոցով հասկանալ, թե ինչ է ցանկացել հեղինակը մեզ ասել։ Հեղինակը ինչ բառերով է նկարագրում իր նախնիներին։ Ինչ բառերով։ Ապա Արաքսիա։ Ինչ բառերով է նկարագրում։ Փառաբանց եւ քաջազուն։ Փառաբանց, քաջազուն, այսինքն նա իր նախնիներին ինչպիսին է համարում։ Հզոր, այո, խիզախ, հզոր իր նախնիները, այսինքն նաև մեր նախնիները, չէ՞ որ մենք հայրենակիցն ենք, մեր մեծ բանաստեղծի երեխաներ։ Մենք համարվում ենք մեր նախնիների շարունակողները եւ մեր նախնիների նման պետք է քաջ ու անվախ լինենք եւ արժանանանք փառքի, ինչպես փառքի են արժանացել ովքեր երեխաներ։ Ովքեր Անդրանիկը, Բաղրամյանը, Վարդան Մամիկոնյանը, Սասունցի Դավիթը։ Այս պաստառի վրա դուք տեսնում եք մեր քաջ նախնիներին եւ կծանոթանաք քաջ նախնիների կենսագրության հետ։ Ինչ ենք հասկանում հետեւյալ տողերը ասելով։ Երգս դարավոր, միտքս թևավոր, ես հայ եմ, մենք հայ ենք, զորավոր։ Ինչ ենք հասկանում, ապա ով կարող է ասել, միայն Անահիտը, մյուսները, Արաքսյան եւ Անահիտը, երգս դարավոր, միտքս թևավոր, ես հայ եմ, մենք հայ ենք, զորավոր։ Ապա Վիգեն ջան։ Որում երգը դարավոր է, միտքը թևավոր է, Բարի շարունակ մեկ երգը թևացել է ամբողջ աշխարհով մեկ, եւ հեղինակը ցանկացել է ասել, որ հայ ազգը իր ապանայք շարունակի։ Հեղինակը ցանկացել է ասել, որ հայ ազգը հզոր է եւ փառքի արժանի։ Շատ ճիշտ է, հայ ազգը հզոր է եւ փառքի արժանի եւ նա ինչ է ասում։ Ինչ է ասում երեխաներ, ինչպիսի լինենք։ Լինենք հայրենասեր եւ կոլեկտիվ համախմբված, որ կարողանանք միշտ հաղթանակած դուրս գալ ցանկացած պահի, ցանկացած դժվարությունների։ Իսկ ովքեր են կոփել հեղինակի ոգին։ Ապա Արիանա, ովքեր են կոփել։ Անդրանիկ ու Բաղրամյանն է կոփել, իր կամքը անկոտրում էր։ Անկոտրում ոգին։ Ամբողջությամբ ասենք հեղինակի ոգին կոփել են Անդրանիկն ու Բաղրամյանը։ Իսկ ով էր Անդրանիկը, ով էր Բաղրամյանը երեխաներ։ Ովքեր էին։
Մեր նախնիներ։ Այո, մեր քաջ նախնիներն են, Անդրանիկն ու Բաղրամյանը մեր քաջ նախնիներն են։ Իսկ ինչ երազանք ունի բանաստեղծության հերոսը, ապա Դանիել ինչ երազանք ունի։ Որ նա հավերժաբրի եւ Հայաստան ծաղկում։ Այո, Խաղաղ լինի մեր երկիրը։ այո, շատ ճիշտ է, շատ ապրես խաղաղ լինի մեր երկիրը։ Որ իր տունը հավերժապ։ Այո, իր տունը հավերժապի ապրի, ապա Արաքսիա ջան։ Որ մեր Հայաստանը ծաղկուն եւ լավ լինի։ Այո, ծաղկուն եւ լավ լինի։ Եվ հիմա մեր Հայաստանը մենք ծաղկեցնենք մեր երկի միջոցով։ Թեմայի հետ առանջով մի այսպիսի հարց կա, հենց թեմայից երեխաներ քննարկենք միասին, մեզանից յուրաքանչյուրը ինչով է կապված Հայաստանի հայ ժողովրդի անցյալի ու ապագայի հետ։ Ինչով է կապված Մեզանից յուրաքանչյուրը կապված է Հայաստանի հայ ժողովրդի անցյալի ու ապագայի հետ իր արմատներով, լեզվով, հավատով ու մշակույթով։ Դանիել, դու ինչ կարող ես ասել։ Անցյալը մեզ թողել է պատմություն, հերոսներ, ավանդույթներ, որի շարունակողներն ենք մենք։ Շատ ապրես։ Ապա Միքայել պասվեց մասնակցում։ Միքայել, դու ինչ կարող ես ասել։ Արեն, Ալեքս, մյուսները երեխաներ, Նարեն, ապագայի համար յուրաքանչյուր հայ պատասխանատու է իր գործերով, յուրաքանչյուր հայ պատասխանատու է իր գործերով ու վերաբերմունքով, այլ էլ ինչ կարող ենք ասել, որքան շատ սիրենք, ասա Միքայել, այսօր պասիվ ես մասնակցում։ որքան շատ սիրենք մեր հայրենիքը, այնքան ուժեղ ու հզոր կլինի մեր ժողովրդի ապագան, շատ ճիշտ է։ Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որ միշտ կառուցել է, ստեղծել, սիրել իր գիրն ու գրականությունը,
աշխարհին հայտնի դարձել իր հարուստ մշակույթով, հինավուրց վանքերով ու տաճարներով։ Նա օժտված է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են Արնո, ինչպիսիք են Ասանահիտ, երախտագիտությունը, ասա Դանիել, բարությունը, մյուսները, ազնվությունը, հպարտությունը, այո, հայ ժողովուրդը ամեն տեղ հպարտ է, որ հայ։ Եվ մենք այդ նախնիների շարունակողներն ենք, հպարտ ենք, որ շարունակում ենք նրանց ստեղծածը, մեր նախնիների ստեղծածը։ Եվ մեր նախնիների ստեղծածը հպարտորեն շարունակելով, խմբերից յուրաքանչյուրը պետք է մի աշխատանք կատարի և ցույց տա իր գիտելիքները այս թեմայից։ Սա քեզ, սա ձեզ։ Բաց եք անում ծրարները և ծրարներում եղած նյութը կարդում եք միասին քննարկում, այստեղ կա նաև առանցին թերթիկ, այս թերթիկի վրա գրում եք պատասխանը և ձեզանից մեկը գալիս ու ներկայացնում է։ Բատում գործածելով պարապանց զորավոր հավերջ քաջասուն բառը։ Ես մարդ եմ, որ հայել կետս շարունակելս կետ։ Գրում եք, այստեղից։ Ուրիշ բան է, են ասում։ Այսպես շուր եք տալիս, այստեղից գրում եք։ Հիմա մտածում եք, ինչպես եք գրում, հենց այստեղից գրում։ Ես հպարտ եմ, պատում, ոչ պատմություն, այո, փոքրիկ պատմություն։ Հիմա այստեղ փորձում եք գրում։ Բայց նաև պետք է կազմեք նախադասություն, հոմանիշ բառերից մեկով։ Սկզբից չգրեմ։ Նախադասություն։ Ուղղել եք խոսալը, շատ ապրես։ Եվ ինչ է պատմում ուրիշ։ Կազմի նախադասություն բառերից մեկով։ Որևէ մի բառը օգտագործում եք նախադասության։ Որոնք ստեղիչ բառեր ասում։ Հարապան, զորավոր, հավերջ, քաջազում։ Ապրես։ Լոգոտենակ։ Մեկ ուրիշ բան մտածի, բացի դրանից ուրիշ բան մտածի։ Ես պատում որան, որ մեր երկիրը հավերջ ապրես։ Ես պատում, որ հայերեն իրը Հայաստանն է։ Երեխաների խմբերից մեկը արդեն ավարտեց, ով է ուզում ներկայացնել, Արաքսյան դու կարող ես ներկայացնել, արի։ Արի նշանակում է ճանապարհ, հավերջ նշանակում է հավերջ։ Հավերջ կամ հավերջ։ Եվ հիմա որ բառով եք նախադասություն կազմել, կարդակում ձեր կազմած նախադասությունը։ Քաջազում զինվորները գնում են կռվի։ Քաջազում զինվորները գնում են կռվի։ Այս նախադասությունը կարող ես գրատախտակի վրա գրել։ Մինչև ձեր ընկերները կպրծնեն, դու կգրես գրատախտակին։ Հա, դուք ինչ արեցիք։ Այանը գրում Ուսուցչուհի տվել է գրավոր աշխատանք։ գրավոր աշխատանք է տա։ Աջեր Գասպարյան, Այո, մենք ստեղ կարանք նախնինել օգտագործել։ իհարկե կարող եք։ Կարող եք երևան ինչ ճարակացրեք։
Ահա, ինչ է ձեր պահանջը, ինչ նմանություն ունե, կարդա։ Զորավոր բառերը, ինչ նմանություն ունեն։ Հա։ Ինչ նմանություն ունեն, նարի։ Այո, ավոր ինչն է։ Ավորը ինչ է։ Ածանցն է։ Այո, վերջ ածանցն է, շատ ճիշտ է։ Եվ ինչ նախադասություն եք կազմել։ Ուսուցչուհին տվել է գրավոր աշխատանք։ Իսկ կարող ես ասել ինչպիսի նախադասություն է ձեր կազմած նախադասությունը։ Ընդարձակ նախադասություն։ Իսկ ո՞րն է կոչվում ընդարձակ նախադասություն։ Այն նախադասությունը ճիշտ ես ասում։ Երկրորդական անդամներից ախս։ Բացի ընդարձակ նախադասությունից ուրիշ է ինչ նախադասություն։ Համառոտ նախադասություն։ Ո՞րն է կոչվում համառոտ նախադասություն։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն գլխավոր անդամներից, կոչվում է համառոտ նախադասություն։ Իսկ որոնք են գլխավոր անդամները։ Գլխավոր անդամներն են ենթականներ ու սորոգյալ։ Այո, ենթական եւ ստորոգյալը։ Դուք չվերջացրեցիք երեխեք։ Հեսա վերջացնում են։ Դե շուտարեք։ Տող գրենք կամ կամ։ Այո, երկու գրեք, ինչեր իրենք գրեն երեխաներ դուք ուշադրություն դարձրեք այստեղ։ Ուշադիր նայեք, որպեսզի դուք մտածեք, թե այս թեմայի շրջանակներում անապարտ նախադասության ուրեմն հնարի կիրառմամբ այս թեմայի շրջանակներում ինչ սովորեցիք։ Ես այսօր սովորեցի անավարտ նախադասությունը դուք պետք է ավարտեք։ Ինչ սովորեցի։ Հեղինակի կամքը անկոտրում է։ Հեղինակի կամքը անկոտրում է, ամբողջությամբ ես ասում, ես այսօր սովորեցի, չէ՞ որ նախադասությունն է։ Դու Ես այսօր սովորեցի, որ պատասխանատվություն պետք է կրեմ հայրենիքի ժողովրդի անցյալի ու ապագայի համար։ շատ ապրեք դու։ Ես այսօր սովորեցի, որ Անդրանիկ ու Բաղրամյանն են։ Բաղրամյանն կոփել Լավ, վերջինը։ Այո, դու ինչ սովորեցիր։ Ես այսօր սովորեցի ծանոթ բառերը։ Շատ լավ է։ Դու Ես այսօր սովորեցի, որ հեղինակի ոգին անկոտրում։ իսկ քո ոգին Իմ ոգին էլ է անկոտրում։ շատ ապրես դու։ Ես սովորեցի, որ հեղինակը երազել էր աշխարհ լինել խաղաղ։ Ճիշտ է, մենք էլ ենք երազում, չէ՞։ Աշխարհը խաղաղ լինի դու։ Ես այսօր սովորեցի, որ մենք նախնիներն ենք մի ժողովրդի, որը որ գիտի գնահատել իր անցյալը եւ կերտել ապագան։ Շատ ապրես դու ինչ սովորեցիր։ Ես սովորեցի ծանոթ Ծանոթ բառերը, չնայած այլնի խումբը չպրծավ երեխաներ, բայց այստեղ մենք ունենք գնահատման ելքի քարտ, լավ նայեք, այստեղ մի փոքրիկ մարդուկ է փակցրված եւ այս դասի շրջանակներում մեր ձեռք բերած գիտելիքները գլխում է ահա վերջացրեցին երեխեքը շատ լավ է եւ ժամանակի առումով ես կարդամ թե ինչ են գրել, ես հպարտ եմ, որ հայ եմ, որ մեր երկիրը հավերժ է, մեր նախնիները շատ քաջ են, մենք գիտենք, որ մեր բանակը փառապանց է։ Շատ ապրեք, շնորհակալություն սիրելի աշակերտներ, շատ լավ է եւ հիմա այս պաստառի վրա, որտեղ ենք նշելու մեր ստացած գիտելիքները, ահա, գլխում է մեր գիտելիքները մեր գլխում է, որտեղ են մեր արժեքները, սրտում է, այո, մեր արժեքները մեր սրտում է, իսկ մեր ինչերը երեխաներ, ձեռքերում են, այո, հմտությունները մեր ձեռքերում են։ Այսքանով փորձենք ավարտել մեր այսօրվա դասը, սիրելի աշակերտներ, այսօր մենք հասկացանք, որ հայր լինելը մեծ պարգև է։ Այն մեզ տալիս է ուժ, հավատ եւ հպարտություն։ Թող ձեր սրտում միշտ վառ մնա այդ հպարտությունը եւ ձեր կատարած գործերով արժևորեք հայր լինելու գեղեցիկ անունը։ Այսքան։
Այսօրվա դասի համար առանձնահատուկ շնորհակալ եմ, որովհետև այսօրվա թեման այսօր առավել քան կարիք ունի մեր երկիրը, մեր ազգը հայրենասիրություն։ Շնորհակալ եմ։ Իրապես շատ կարևոր թեմա է եւ երբ բոլորդ բարձրացրիք այս պաստառները, որի վրա գրված էր ես հայ եմ, ամբողջ մարմինս փշակավեց, անկեղծ եմ ասում։ Եվ ուզում եմ վստահ լինել, որ ապագան ձեր ձեռքերում է, ու դուք եթե այսքան լավ եք գնահատում ձեր հայ լինելը, այսքան հպարտ եք, որ հայ եք, ունեք ձեր լեզուն, ունեք ձեր մշակույթը, ունեք ձեր ավանդույթները, ուրեմն ամեն ինչ կորած չէ։ Մենք պիտի հավատանք մեր ապագային, մենք պիտի հավատանք մեր տեսակին, մենք պիտի հավատանք մեր նախնիների ստեղծած ժառանգությանը, որը իրար փոխանցելով, տեսեք, Գերգասպարյանը շատ գեղեցիկ, հետաքրքիր վարեց դասը, եւ դասի յուրաքանչյուր քայլ շատ կառուցողական էր, շատ հետաքրքիր, եւ ձեզ այսպես ձեր ձեռքից բռնած մանր, բայց հաստատ քայլերով տանում է առաջ, ու դուք վստահ եք, որ դուք կարող ուժեք, դուք շինարար եք լինելու, դուք կառուցող եք լինելու, որովհետև ոչ միայն այս երկրի տերն եք, նաև մշակն եք լինելու, որովհետև պահելով, պահպանելով, մշակելով է ազգը և մեր երկիրը ծաղկելու։ Ես